Եթե շատերը չգիտեն, ապա ասեմ, որ մի հաղորդման շրջանակում մենք Քրիստինայի հետ խոսել ենք ամուսնալուծության եւ դրանից ծագող հետևանքների մասին։ Այսօր մենք խոսենք, թե ամուսնալուծությունից հետո ինչպես է որոշվում երեխաների հարցը, այսինքն դրա հետ կապված ինչ վեճեր են առաջանում։ Եվ կուզենամ առաջին հերթին խոսենք, թե ինչ կարգով է որոշվում երեխաների բնակության հարցը։ Այսինքն ամուսնալուծությունից հետո երեխաները որտեղ են բնակվում։ Եթե ծնողների միջև համաձայնություն չկա երեխաների բնակության վայրի հետ կապված, ապա հարցը լուծվում է դատական կարգով, ընդ որում ներգրավում է դատական process-ի նաև խնամակալության հոգաբարձության մարմինը։ Երեխայի բնակության վայրը կամ երեխաների բնակության վայրը որոշվում է հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը, հաշվի առնվում նաև երեխայի կարծիքը, հաշվի են առնվում մի շարք չափանիշներ երեխայի բնակության վայրը որոշելիս, ինչպիսին են երեխայի տարիքը, երեխայի սեռը, երեխայի կապվածությունը ծնողների հետ, քույրերի, եղբայրների, տատիկների հետ, ծնողների անձնական, բարոյական հատկանիշները, ինչպես նաև պայմանները, որոնք կարող են ապահովել ծնողներից յուրաքանչյուրը երեխաների զարգացման, դաստիարակության եւ կրթության համար։ Հաշվի առնում նաև ֆինանսական վիճակը, իհարկե մնացած բոլոր պայմանների հետ համատեղ։ Շատ լավ, դատարանը վճիռ կայացրեց, որ երեխան բնակվելու է մեկ ծնողի հետ, ապա այդ դեպքում մյուս ծնողը ինչ իրավունքներ կունենա այդ երեխայի նկատմամբ։ Մյուս ծնողը հենց այդ նույն գործի շրջանակներում կարող է ներկայացնել եւ ընդ որում բնակության վայրը իր բնակության վայրով սահմանելու պահանջ, եթե օրինակ ցանկանում է, որ իր մոտ բնակվի երեխան։ Եթե համաձայն է, որ կամ չի առարկում բնակության վայրի վերաբերյալ պահանջի դեմ, ապա կարող է այդ նույն գործի շրջանակներում ներկայացնել տեսակցության կարգ սահմանելու պահանջ։ Այսինքն դատարանի կողմից կքննարկվի եւ վճիռ կտրվի այն մասին, թե երեխան բնակվելով մեկ ծնողի հետ, ինչպես պետք է իր տեսակցությունները կազմակերպի մեկ այլ ծնողի հետ։ Տեսակցության կարգը որոշելիս նույնպես դատարանը հաշվի առնում երեխայի լավագույն շահը, ինչպես նաև ողջամտության սահմաններով է առաջնորդվում, այսինքն կոնկրետ դեպքով պետք է հասկանալ, թե ինչպես է նպատակահարմար այդ տեսակցությունները իրականացնել, հաշվի առնելով նաև երեխայի զբաղվածությունը, հաշվի առնելով երեխայի տարիքը, օրինակ տարիքը գիշերակացով տեսակցությունները սահմանելիս նույնպես պետք է հաշվի առնել, եթե շատ փոքր է երեխան եւ առանց մոր չի կարող, բնականաբար տեսակցությունները կարող են նաեւ առանց գիշերակացի լինել, եթե տարիքով մեծ է, հնարավոր է նաեւ գիշերակացով, այսինքն այդ բոլոր հանգամանքները կախված են կոնկրետ դեպքից, իրավիճակից, այո։ Իսկ դատարանը օրինակ մինչև վճիռ կայացնելը ստանում է, հարցնում է երեխային, այսինքն կարևոր է երեխայի համաձայնությունը կամ այսպես ասած երեխան որ ծնողի մոտ է ուզում ավելի շատ մնալ։ Երեխայի կարծիքը հաշվի է առնվում իր վերաբերյալ հարցերը քննարկվելիս, թե բնակության վայրը որոշելիս, թե տեսակցության կարգը որոշելիս պետք է հաշվի առնել, այսինքն հաշվի է առնվում երեխայի կարծիքը, ընդ որում եթե երեխայի 10 տարին արդեն լրացել է, երեխայի կարծիքը արդեն պարտադիր է, այսինքն պարտադիր պետք է դատարանի կողմից բացահայտվի, թե երեխան ում հետ է ուզում բնակվի կամ ինչպես է ուզում տեսակցության կարգը իրականացվի եւ այլն։ Իհարկե պետք է հասկանալ նաև, որ պարտադիր ասելով չի նշանակում, որ երեխայի կարծիքը, անգամ 10 տարին լրացած երեխայի կարծիքը այդ դեպքում որոշիչ է, քանի որ դատարանը պետք է առաջնորդվի երեխայի լավագույն շահով, միայն երեխայի կարծիքով չի առաջնորդվում։ Շատ այլ հանգամանքներ է հաշվի առնում։ Այսինքն հաշվի առնում մնացած հանգամանքները, ծնողների վերաբերմունքը երեխայի նկատմամբ, ֆինանսական դրությունը ինչպիսին է ծնողներից որևէ մեկի մոտ։ Շատ լավ, իսկ եթե օրինակ ծնողներից մեկը ցանկանում է երեխայի հետ մեկնել այլ երկիր, ապա մյուս ծնողը, որի մոտ չի բնակվում, այսպես ասած այդ երեխան, մյուս ծնողը ինչ իրավունքներ կունենա, ինքը ունի, այսպես ասած, արգելելու իրավունք, թե ոչ։
Տեսեք, ինչ վերաբերվում է մեկ այլ երկիր մուտք գործելու, նախ դա որոշում է կոնկրետ տվյալ երկրի քաղաքականությամբ, երկրներ կան, որոնց դեպքում երեխայի կողմից տվյալ երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ է երկու ծնողի համաձայնությունը, երկրներ կան, որ նման համաձայնություն չի պահանջվում, բայց հնարավոր է նաև դեպքեր, երբ որ օրինակ ծնողը համաձայն է, որպեսզի երեխան մեկնի, սակայն մեկնելուց հետո այնպես են ստացվել հանգամանքները, որ երեխան մյուս ծնողի հետ մնում է այդ երկրում եւ այլևս չի վերադառնում եւ խնդիր է ունենում արդեն մյուս ծնողը երեխային տեսակցելու հետ կապված։ Իրականում խնդրահարույց իրավիճակ է եւ կախված է մի շարք հանգամանքներից։ Օրինակ, եթե ի սկզբանե արկայի դատարանի վճիռ, որով որոշված է տեսակցության կարգ կամ անպայման չի վճիռ, հնարավոր է նաև միջանկյալ դատական ակտ լինի, այսինքն եթե process կա եւ ունենք որևէ դատական ակտ, որով որ տեսակցության կարգ է սահմանված եւ տեսակցության կարգ սահմանելու վերաբերյալ որոշմամբ նաև սահմանված է թե որտեղ պետք է այդ տեսակցությունը իրականացվի, ինչ կարգով, ինչ հաճախականությամբ եւ այլն, ապա մյուս ծնողը ունենում է ինչ որ երաշխիքներ։ Եթե սահմանված է, որ կոնկրետ այս վայրում պետք է տեսակցություն իրականացվի եւ եթե մյուս ծնողը որոշել է գնալ այլ երկրի եւ հետ չի գալիս եւ այդ տեսակցությունը չի իրականացվում, ստացվում է, որ մյուս ծնողը չի կատարում դատական ակտ, այսինքն խոչընդոտում է դատական ակտի կատարմանը։ Այդ դեպքում այն ծնողը հոգուտ, որի տեսակցության կարգ է սահմանված, իհարկե ավելի ապահովագրված է եւ ավելի շատ երաշխիքներ ունի, որպեսզի երեխային նորմալ տեսակցի։ Եթե նման տեսակցության կարգ սահմանված չէ, ապա բազմաթիվ խնդիրներ կարող են առաջանալ այդ դեպքում։ Իսկ եթե ինչպես նշեցիք, խոչընդոտներ կարող է առաջանալ, այդ դեպքում ինչպես կարող է տվյալ անձը, տվյալ հայրը կամ մայրը պաշտպանվել կամ ինչ իրավունքներից կարող է օգտվել, եթե խոչընդոտվում է իր կողմից երեխային տեսակցելու կարգը։ Նայեք, եթե որևէ անձի կողմից խոչընդոտներ են ստեղծվում, որ ծնողը տեսակցի երեխային, կապ չունի դա մյուս ծնողի կողմից է թե որևէ այլ անձի կողմից է, դա կարող է հանգեցնել ընդհանուր միջև քրեական պատասխանատվության, այսինքն ոչ ոք իրավունք չունի արգելել ծնողին շփվել իր երեխայի հետ։ Եթե կա հստակ տեսակցության կարգ եւ ծնողներից մյուսը խախտում է տեսակցության կարգը, ընդհանրենք ում մոտ որ բնակվում է երեխան, խոչընդոտներ է ստեղծվում, չի բերում երեխային սահմանված ժամին, սահմանված վայր, որպեսզի տեսակցությունը իրականացվի, կամ եթե տանից պետք է երեխային վերցնի, ենթադրենք դուռը չի բացում կամ ինչ-որ այլ արհեստական խոչընդոտներ է ստեղծում, ընդ որում անպայման չէ, որ հստակ առարկություն ներկայացնի, լինում են դեպքեր, երբ որ չեն առարկում որպես այդպիսին տեսակցության դեմ, բայց այնպիսի պայմաններ են ստեղծում, որպեսզի տեսակցությունը չկայանա։ Ընդհանուր նաև, եթե երեխան ինքը չի ցանկանում, որ տեսակցի մյուս ծնողի հետ, ու եթե հանկարծ պարզվի գործի քննության ընթացքում, որ դա ոչ թե երեխայի իրական կամքն է, այլ երեխայի վրա որոշակի ներգործություն է իրականացվել մյուս ծնողի կողմից, որի հետևանքով երեխան չի ուզում, որ որևէ կապ ունենալ մյուս ծնողի հետ, այսինքն երեխայի հոգեբանության վրա ազդեցություն կա, դա նույնպես կարող է դիտվել որպես տեսակցության խոչընդոտում եւ դատական ակտի չկատարում, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Հետաքրքիր է իրականում, որ նույնիսկ այս հարաբերությունը այնքան կարևոր է, որ հասցրել են քրեական պատասխանատվություն են նախատեսել տվյալ իրավախախտման դեպքում։ Շատ լավ, նաև խոսենք ալիմենտի հետ կապված, թե ինչ չափով եւ ինչ կարգով է որոշվում ալիմենտային պարտավորությունները, ով է վճարում, ոնց է այդ ամեն ինչը կարգավորվում։ Ալիմենտը վճարվում է հոգուտ երեխայի, բայց վճարվում է այն ծնողին, որի մոտ գտնվում է երեխան, այսինքն մյուս ծնողի կողմից է վճարվում եւ վճարվում է որպես ընդհանուր կանոն, հիմք ընդունելով ալիմենտ վճարող ծնողի կայուն եկամուտը կամ այլ վաստակը, դրանից որոշակի հարաբերակցությամբ կախված քանի երեխայի համար է ալիմենտը վճարվում։ Եթե ծնողը չունի կայուն եկամուտ կամ դժվար է որոշել վերջինիս եկամտի չափը կամ առհասարակ եկամուտ չունի, ընդ որում եկամուտ չունենալը չի ազատում ալիմենտ վճարելու պարտավորությունից, անգամ եթե որպես գործազուրկ հաշվառված է, միևնույն է պարտավոր է ալիմենտ վճարել։ Այդ դեպքում, եթե չունենք
որոշակի կայուն դրամական եկամուտ, որից կարող ենք որոշակի օրենքով սահմանված չափով պահումներ իրականացնել, այդ դեպքում արդեն կայուն դրամական չափով է ալիմենտի չափը որոշվում։ Որպես այդպեսին չկան օրենքով նախատեսված չափանիշներ, թե ինչքան պետք է լինի այդ կայուն դրամական չափը։ Կախված է ֆիքսված եկամուտից, չէ՞։ Եթե եկամուտ ունի, ապա ուղղակի եկամուտից որոշակի բաժինն է որպես ալիմենտ վճարվում, բայց եթե եկամուտ չունի, այդ դեպքում արդեն որոշվում է կայուն դրամական չափով ու հիմնականում քանի որ չկա օրենսդրական չափանիշներ, թե ինչպես պետք է որոշվի այդ կայուն դրամական չափը, անձամբ ես գտնում եմ, որ գոնե նվազագույն զամբյուղը պետք է հաշվի առնել որոշելու համար այդ կայուն դրամական չափը, այսինքն ինչքան գումար է անհրաժեշտ երեխային մեկ ամսվա կտրվածքով, որպեսզի կարողանա նրա գոնե մինիմալ պահանջները բավարարել, իհարկե հիմնականում դատական պրակտիկայում կայուն դրամական միջոցով հաստատված ալիմենտի չափը շատ ավելի քիչ է։ Եթե ֆիքսված եկամուտով չի որոշվում ալիմենտի վճարման կարգը, բայց եթե ունենք նմանատիպ դեպք, երբ որ ֆիքսված կամ կայուն եկամուտը փոփոխվում է, այդ դեպքում դա ազդում է ալիմենտի վրա, թե ոչ, փոխվում է ալիմենտը, թե ոչ։ Այո, եթե ալիմենտը որոշվել է հաշվի առնելով անձի եկամուտը, եկամուտի փոփոխության դեպքում ալիմենտի չափը նույնպես կարող է փոփոխվել։ Ալիմենտը կարող է փոփոխվել նաև որոշակի այլ հանգամանքների առկայության դեպքում, նվազեցվել կամ ավելացվել, օրինակ նվազեցման որպես օրինակ կարող ենք նշել, եթե ամուսինը, ով որ ալիմենտ է վճարում, դրանից հետո, այսինքն վճռից հետո ամուսնացել է օրինակ եւ ունի եւս մեկ երեխա եւ այստեղ նաեւ պետք է հաշվի առնել այդ երկրորդ երեխայի շահը եւ ալիմենտի չափը կարող է փոփոխվել հաշվի առնելով այլ էական նշանակություն ունեցող շահեր։ Շատերս էլ գիտենք, որ դատական process-ները բավականին երկար է։ Հնարավոր է կամ կա նման կարգավորումներ, որ մինչև դատարանի կողմից դատական ակտի կայացումը լուծվի ալիմենտի հարցը։ Տեսեք, նախ պետք է նշել, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ ալիմենտային պահանջներով գործերը կարող են քննվել արագացված կարգով։ Սա արդեն իսկ բխում է երեխայի շահերից եւ այս կարգավորումը նպատակ է հետապնդում հնարավորինս շուտ լուծել այսպիսի վեճերը եւ բացի դրանից կա նաեւ մի այսպիսի կարգավորում, համաձայն որի միջև դատական գործի ավարտը, միջև դատարանի կողմից վճռի կայացումը հնարավորություն ունի ներկայացնել համապատասխան միջնորդություն ալիմենտ վճարելու պահանջի վերաբերյալ եւ դատարանը լիազորված է ընդունել միջանկյալ դատական ակտ եւ այդ միջանկյալ դատական ակտով արդեն իսկ պարտավորեցնել ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող անձին վճարել ալիմենտ հենց դատարան դիմելու պահից սկսած եւ դատական գործի ընթացքում միջև վճռի կայացումը։ Այդ որոշման քննության ժամկետները շատ ավելի սեղմ են եւ ունենում ենք իրավիճակ, երբ որ անձը դիմում է դատարան եւ ընդհանրապես շատ կարճ ժամանակահատվածում հաշվի առնելով նաեւ դատարանների ծանրաբեռնվածությունը ժամկետներ չնշենք, բայց շատ կարճ ժամանակահատվածում միջև դատական գործի ավարտը սահմանվում է ալիմենտ վճարելու վերաբերյալ պարտավորություն համապատասխան որոշմամբ եւ այդ որոշումը արդեն հարկադիր կատարման ծառայության միջոցով կատարվում է, ալիմենտը սկսում է վճարվել։ Շատ շնորհակալություն քեզ Քրիստինա, շատ հետաքրքիր ու այսպես ասած կարևոր տեղեկություններ դու տրամադրեցիր։ Շնորհակալ եմ քեզ։ Ես էլ եմ շնորհակալ։